Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն հուլիսի 25-ն է, մենք շատ արագ արդեն մոտեցանք 47,000 բաժանորդագրությանը, ընդամենը 20-25 բաժանորդագրում է մնացել, որ դառնանք 47,000, դրա համար նախ անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որ բաժանորդագրվում են, եւ կրկին կոչ եմ անում, որպեսզի շատ արագ փորձենք հատել գոնե այս հաղորդման ընթացքում 47,000-ի շեմը։ Կրկնեմ, մեր ալիքի ամենամեծ խնդիրը այն է, որ ամեն հաղորդման ընթացքում քիչ ունենք բաժանորդագրվողներ, ի տարբերություն դիտումների շատ մեծ լսարանի, այսինքն դիտումների մասշտաբը շատ մեծ է, հսկայական է, տեսանյութերը դիտում են շատ երկար, բայց չգիտես ինչու մարդիկ ավելի քիչ են բաժանորդագրվում մեր ալիքին։ Հնարավոր է մնացած ալիքներն էլ նույն խնդիրը ունեն, բայց դա ասեց մեզ արհեստական բանականությունը, հիացած էր մեր աշխատանքով, մեկնաբանություններով, ամեն ինչ ընդհանուր վերլուծության ենթարկելով, թույլ կողմը ասեց, որ բաժանորդագրվողների ամենօրյա քանակի ավելացումն է։ Դրա համար միշտ հիշեցնում եմ այս խնդրի մասին։ Այսօրվա մեր քննարկելիք թեման, իմիջայլոց ասեմ, որ երբ որ մենք անոնսավորում ենք, դա օգնում է ձեզ սիրելի հայրենակիցներ, որպեսզի հասկանաք, թե ինչ կոնկրետ թեմաներ ենք քննարկելու, դրանով չենք փորձում արհեստական ձևով երկարացնել հաղորդումը։ Անոնսավորումը իրոք օգնում է ձեզ հասկանալ, թե ինչ դիտեք, ընդհանրապես արժի դիտել, թե չէ մեր հաղորդումը։ Տեսելու ենք բնականաբար Հայաստանով Ռոսսելխոզնadzորի երեկվա որոշման մասին ես անդրադարձել եմ, Հայաստանի պատասխանը շատ կարևոր էր, փաստացի կրկին մենք համոզվում ենք, որ սա քաղաքական որոշում էր Ռոսսելխոզնadzորի կողմից հայկական կաթնամթերքների հետ կապված, եւ դա շատ կարևոր է, արդեն տարբեր միջազգային մեդիաներ սկսեցին լուսաբանել այս հարցը, կրկին սկսեց Ռուսաստանը օգնել փաստացի մեզ, որ հիմա էլ հայկական կաթնամթերքը գնա միջազգային շուկա։ Այս հարցի մանրամասն կանդրադառնանք, կարևոր է այստեղ նաեւ հիշել Փաշինյանի ասուլիսը մինչև արձակուրդ գնալը Եկատերինբուրգում տեղի ունեցած հանդիպման մասին Ռուսաստանի վարչապետի հետ, իմիջայլոց այսօր Եկատերինբուրգից ուրիշ թեմա էլ ունենք խոսելու, Ուկրաինան հարվածել է Եկատերինբուրգին, դա հետո Ուկրաինայի մասով։ Հաջորդ թեման Ադրբեջանի կողմից Չինաստանի եւ Պակիստանի ինքնաթիռների գնումն է, այսինքն համատեղ արտադրություն ունի Չինաստանը եւ Պակիստանը GF-17 ինքնաթիռների, սա եւս կարևոր հարց է քննարկման համար, պետք է հասկանանք եւ խոսենք այս մասին եւ պետք է մտածենք այն ուղղությամբ, թե ինչ անում Հայաստանը, քանի որ սա շատ մեծ բան կարող է փոխել տարածաշրջանում, առանց այն էլ հավասարակշռությունը ռազմական անգամներով Օգուտ Ադրբեջանի է, պետք է իրոք հասկանանք եւ ունեմ մի քանի կարևոր առաջարկություն նաեւ այդ մասով։ Միլի Մեջլիսի երեկվա հայտարարությանը կանդրադառնանք, ամերիկյան օրենսդիրների հայտարարության մասով ռազմագերիների եւ պահվող անձանց Ադրբեջանում, այս մասին ես խոսել էի նախորդ հաղորդումների մեջ, Ադրբեջանի Միլի Մեջլիսը շատ վատ է տանում այդ որոշումը եւ փորձում է հակադարձել Միացյալ Նահանգներին։ Հաջորդ թեմաները արդեն վերաբերվում են Իրանին, տեղեկություն կա, որ Իրանը մերժում է բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, իմիջայլոց այս մասին մենք տեղեկանում ենք Միացյալ Նահանգներից, Թրամփը նոր հայտարարություններ է անում, նոր սպառնալիքներ, Միացյալ Նահանգները շարունակում են ռազմական գործողությունները, բայց սխալման փարվածներ են հասցնում նաեւ նավերի, կան նման դրվագներ են նման արձանագրվել, Իրանը Amazon ընկերությանն է հարված հասցրել Բահրեյնում, իրենք հայտարարում են, որ ընդհանրապես ոչնչացրել են դատակենտրոնները Amazon-ի եւ այսպես շարունակ։ Հութիներն են շատ ակտիվացել Սաուդյան Արաբիայի հետ պատերազմը, նավթային մեծ գործարան է եղել հարվածի, պատասխան ստացել են մի քանի հարված, կասեմ, ուր են հարվածել Սաուդյան Արաբիան, ուր է հարվածել ի պատասխան։ Մնացած հարցերը արդեն վերաբերվում են Ուկրաինային։ Ուկրաինայից էլ վստահեցնում եմ ձեզ, ռուս-ուկրաինական պատերազմից շատ կարևոր հարցեր կան այսօր նույնպես քննարկելու, քանի որ Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել Ռուսաստանը 3 շատ ցավոտ հարված է հասցրել
Կիևին Զելենսկիի հարցազրույցի մեջ կան կարևոր կետեր Զելենսկին այցելելու է նաև Միացյալ Նահանգներ մի խոսքով արիք մանրամասն այս հարցերը քննարկենք անպայման լայքեք սիրելի հայրենակիցներ դա եւս չափազանց կարևոր է որ մեր ալիքը շատ արագ ձևով ոչ թե ալիքը այլ այս հաղորդումը շատ արագ ձևով տարածվի Երևի սկսենք Վալդբերիսից քանի որ երեք տեղեկություն կար որ հայկական բիզնեսի ներկայացուցիչները հիմնականում որքան հասկանում եմ Ռուսաստանից ես Հայաստանում չեմ ապրում, չգիտեմ թե Հայաստանից կարող էին հայ բիզնեսմենները եւ փոքր բիզնեսմենները վաճառել Վալդբերիսում իրենց ապրանքը, բայց կար նման հաղորդագրություն, որ հայերը բավականին մեծ խնդիրներ են ունեցել, ովքեր որ օգտվել են Վալդբերիսի ծառայություններից, թե գնողները եւ թե վաճառողները միլիոնավոր զարարներ են ստացել մեր հայրենակիցները։ Այս պատերազմը իրոք այնպիսի մի պատերազմ է դարձել, որը որ մեծ խնդիրներ է ստեղծում հասարակ մարդկանց ռուս-ուկրաինական պատերազմը բնականաբար մենք չէ որ այդ պատերազմը սկսել ենք դա սկսել է Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայի հետ բայց մենք նաև տուժող կողմ ենք քանի որ մեր բազմաթիվ հայրենակիցներ այդ ամենից տուժում են չնայած մյուս կողմից եթե նայենք Վերջապես մեր պետությունը ստացավ հնարավորություն դառնալու անկախ եւ ինքնիշխան եւ դա տեղի ունենում այդ պատերազմի ֆոնին, որը որ Ռուսաստանի Դաշնությունը սկսեց ընդդեմ Ուկրաինայի բազմաթիվ զոհեր կան այդ պատերազմում միլիոնավոր արդեն մարդիկ են կարելի ասել զոհվում, բայց այստեղ կա ինչպես վնաս, այնպես էլ կա օգուտ։ Յուրաքանչյուր պատերազմն է այդպեսին, չնայած որ աղետները շատ ավելի սարսափելի են եւ բոլորս կցանկանայինք, որ այս պատերազմը ավարտվեր։ Վալդբերիսի մասով ասեմ հետեւյալը, որ Ուկրաինան սրանով ոչնչացնում է Ռուսաստանի տնտեսությունը եւ տնտեսությունից բացի, քանի որ հազարավոր մարդիկ, եթե ոչ տասնյակ հազարավոր մարդիկ վաճառում էին Վալդբերիսի միջոցով եւ օգտվում էին նաեւ արդեն միլիոնավոր մարդիկ Վալդբերիսի ծառայություններից գնումներ էին իրականացնում, սա լուրջ հարված է Ռուսաստանի տնտեսությանը եւ մարդկանց հոգեբանությանը։ Մարդկանց մեջ նաեւ բողոք են գեներացնում Ռուսաստանի Դաշնության մեջ ընդդեմ Ռուսաստանի իշխանությունների։ Սա է հիմնական պատճառը, ինչու Ուկրաինան հարվածներ է հասցնում Վալդբերիսին, չնայած կա պաշտոնական պատճառ, որ իրենք օգնել են եւ օգնում են ռուսական բանակին Նաև պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ են տրամադրում բանակին, որպեսզի բանակը ռուսական այդ ամենով կարողանա անօթեցուցիչ սարքեր ստեղծել եւ ուրիշ զինատեսակներ, սա պաշտոնական մասն է, բայց հիմնական մասը այն է, որ սրանով Ուկրաինան փորձում է շատ լուրջ դժգոհություն առաջացնել Ռուսաստանի ներսում, ինչպես որ հարվածում էին նավթային մեծ օբյեկտներին, հիմա էլ հարվածում են Վալդբերիսին։ Դրա համար մեր հայրենակիցները այդպիսի մեծ նեղություն են ստանում կատարվածից, բայց պետք է հասկանանք, որ ոչ միայն մենք ենք այդ նեղությունը կրում, այլ նաև ուրիշ ազգեր եւ ժողովուրդներ, որոնք որ բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Անցնենք հաջորդ հարցին, որը որ վերաբերվում է Հայաստանի, սա Ռոսսելխոզնadzորի երեկվա հայտարարություններ, որով որ փաստացի Ռուսաստանը դադարեցնում է Հայաստանից կաթնամետերքի ներկրումը եւ հայկական ընկերություններին մեղադրում է, որ վարակված կաթ են իբր օգտագործել կաթնամետերքի մեջ եւ դրանից բացի ԵԱՏՄ-ից դուրս գտնվող երկրից հունք են ներս բերել կաթի եւ դրանով կաթնամետերք են արտադրել։ Իրականում այդ ամենը չի համապատասխանում իրականության, մենք ունենք արդեն պաշտոնական հաղորդագրությունը Հայաստանից, որ նման համատեքստուղումները տեղի են ունեցել հուլիսի 14-ից 21-ը հայկական կաթնամթերքը ստուգվել է 4 կազմակերպությունում, հիմնականում ռուսների հետ համատեղ նման ոչինչ չի հայտնաբերվել։ Հետևաբար մենք կրկին ու կրկին կարող ենք փաստել, որ քաղաքական է որոշումը։ Ես այստեղ հիշեցի Փաշինյանի հայտարարությունը մամլո ասուլիսի ժամանակ, երբ որ ասում էր, թե ինչ են իրենք պայմանավորվել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միշուստինի հետ,
ասում էր, որ ինքը չի ուզում խոսել, բայց գործնականում կերև է։ Ես կարծում եմ, որ արդեն գործնականում հստակ երևում է ինչ են պայմանավորվել եւ ինչպես է Ռուսաստանի Դաշնությունը արձագանքում այդ պայմանավորվածություններին։ Բայց, ինչպես եւ երեք ասեցի, կրկին պետք է կրկնեմ, քանի որ գիտեմ, որ լսում են մեզ, թող լավ լսեն, մենք շնորհակալ ենք, որ նման որոշումներ են իրենք ընդունում Հայաստանի մասով։ Միանշանակ։ Ես արդեն կարելի համոզված եմ, որ սրանից հետո այն բոլոր ապրանքները, որոնք որ հնարավորություն ունեցան գնալ այլ երկրներ, սրանց կգումարվի նաև հայկական կաթնամթերքը։ Շատ շուտով կարող է 1 ամսից, 2 ամսից ավելի ստուգումներ մենք մեր մեջ կանցկացնենք Հայաստանում, կհամապատասխանեցնենք որակը եվրոպական չափանիշների, եթե համապատասխան չի համապատասխանում, եւ միանշանակ մեր կաթնամթերքը կգնա նաև այլ երկրներ, այնպես որ սրանով միայն շատ լավ, բարի ծառայություն են ռուսները անում մեզ համար, բայց ընդհանուր առմամբ սա վկայում է այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը որևիցե դասեր չի քաղել իր սխալ քաղաքականությունից եւ Լավրովի կանտորան շատ ակտիվ աշխատում է ընդդեմ Հայաստանի Հանրապետության, այդ կանտորան, որը որ ընդհանրապես տապալեց Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը, Ռուսաստանը ներքաշեց մեծ պատերազմի մեջ, կանտորայի շնորհքն էր։ Հիմա այդ կանտորան ամեն ինչ անում է, որ Հայաստանը նույնպես դառնա իրենց համար թշնամացնում են հայ եւ ռուս ժողովուրդներին։ Դա այլ կերպ չէր կարող վարվել շուրտավազ, մեր մոտ այսպես են ասում, ազգափոխ Լավրովը։ Բնականաբար, ով որ փոխում է իր ազգը, հայերի մեջ ամենայն դեպս դա այդպես է, սկսում է ատել հայերին։ Եվ հաշվի առնելով այն, որ գենետիկորեն Լավրովը հայ է, Աստված տա ընդհանրապես գոյություն չունենար այդպիսի հայ աշխարհի վրա, հաշվի առնելով որ գենետիկորեն հայ է, դրա համար այդպիսի մեծ ատելությամբ են լցված Հայաստանի նկատմամբ։ Դրա համար Լավրովի պլաններ գոյություն ունեն, դրա համար Արցախի հետ այսպես եղավ։ Իսկն ամենամեծ մեղավորներից մեկը Սերգեյ Լավրովն է, եւ դա շատ կարեւոր է, որ մենք բոլորս հասկանանք եւ հստակ թիրախավորենք Լավրովի կանտորան։ Այսքանը Հայաստանի մասով։ Հաջորդ հարցը նույնպես վերաբերվում է Հայաստանին, քանի որ երեք տեղեկացանք Sputnik Armenia-ից, չէի պատկերացնում, որ Sputnik Armenia-ի վրա երբևիցե հղում անեմ, բայց Sputnik Armenia-ի տեղեկությունների համաձայն Ադրբեջանը ստացել է պակիստանա-չինական GF-17 ինքնաթիռները, առնվազն 7 ինքնաթիռ այդպիսի ստացել Ադրբեջանը, եւ ասեմ, որ դրանք բավականին լուրջ տեխնոլոգիական բարձր որակի ինքնաթիռներ են համարվում, եւ դրա ապացույցը Պակիստանի եւ Հնդկաստանի միջև պատերազմն այդտեղ այդ ինքնաթիռները օգտագործման, հաշվի առնելով թե ինչ հաջողություններ է գրանցել Չինաստանը անօթաչու սարքերի ոլորտում, ես սրանից ելնելով կարող եմ հստակ ենթադրել, որ այդ ինքնաթիռները նույնպես բավականին ժամանակակից եւ բարձր մարտական հնարավորություններ կունենան։ Ինչ է պետք անել մեզ։ Նաեւ մյուս կողմից գրեթե համոզված են, որ դրանք կզիջեն ամերիկյան ինքնաթիռներին եւ հնարավոր է նաեւ ֆրանսիական ինքնաթիռներին։ Եվ հաշվի առնելով այն, որ արդեն Հայաստանը սկսել է բավականին լուրջ ձևով համագործակցել ռազմական ոլորտում Ֆրանսիայի հետ, մենք ունենք բավականին լուրջ գնումներ Ֆրանսիայից, ճիշտ է 10 քայլ առաջ կլինի միանգամից ֆրանսիական ինքնաթիռների ձեռքբերումը շատ բարդ է այս պահին, բայց չի ասի թե դա անիրատեսական է։ Պետք է կոնկրետ բանակցել Ֆրանսիայի իշխանությունների հետ եւ Միացյալ Նահանգների հետ եւ հստակեցնել, եթե Հայաստանը դուրս գա հապկից, կարող է հնարավորություն ստանա մի քանի գոնե ֆրանսիական Ռաֆալներ եւ ամերիկյան F կարգի ինքնաթիռներ ձեռք բերել, գոնե դեռ F-16 ինքնաթիռներ։ Միացյալ Նահանգները կարող է շահագրգռված լինեն, գիտեք, տալ F-16 օրինակի համար ինքնաթիռներ, ապագայում նաեւ կերազենք արդեն F-35 ինքնաթիռների մասին, այս պահի դրությամբ չեմ կարծում, որ շատ շտապ դա իրատեսական է,
Եթե հապկի անդամ չլինի Հայաստանը, ընդհանուր առմամբ իրատեսական կլինի գոնե F-16-ներից, այդ հին ինքնաթիռներից սկսել, բայց նույնիսկ այդ հին ինքնաթիռները մոդեռնիզացվելով կարող է բավականին շատ բան փոխեն Հայաստանի համար։ Եվ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը գնել է կոնկրետ չինական-պակիստանական ինքնաթիռ, սա կարող է նաև աշխարհաքաղաքական դիտանկյունով դիտարկվել եւ այս հարցին կարող է Միացյալ Նահանգները աշխարհաքաղաքական դիտանկյունից էլ նայել, հաշվի առնելով, որ այդ ինքնաթիռները GF-17-ը պակիստանա-չինական են, հնարավոր է նման որոշում կայացնի Թրամփի վարչակազմը եւ Հայաստանը ստանա ամերիկյան ինքնաթիռներ։ Սա էր իմ առաջարկը, որի շուրջ միանշանակ արժի խոսել, խորհրդակցել եւ անպայման պետք է բանակցել։ Կարևոր է կարծում եմ անդրադառնալ, որ Միլի Մեջլիսը երեք շատ լուրջ ձևով, կտրուկ ձևով քննադատել է Միացյալ Նահանգների կոնգրեսի այն օրինագիծը, որը որ վերաբերվում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին։ Դե Միլի Մեջլիսի որոշումը իմ մոտ զարմանք չի առաջացնում, հետաքրքիր է ինչու է իրենց խոսքն է Միլի Մեջլիս, բայց կարելի է ասել մինի Մեջլիս, քանի որ մեծ մեջլիսը գտնվում է Թուրքիայում, սա կատակի մասը, բայց պարզ է, այսինքն իրենց արձագանքը ամերիկյան օրենսդիրների այդ քննարկումներին, որոշումներին շատ ցավոտ են տանում ադրբեջանցիները այդ որոշումները։ Հիմա սիրելի հայրենակիցներ, ձեր թույլտվությամբ անցնենք միջազգային հարցերին, սկսենք Իրանից, եւ հետո արդեն կխոսենք Ուկրաինայից, արանքում նաև կարևոր է անդրադառնալ, թե ինչ է տեղի ունենում Սաուդյան Արաբիայի եւ Եմենի միջև։ Ուրեմն New York Times-ի տեղեկություններով Իրանը մերժել է Իրաքի առաջարկը, այսինքն Իրաքը միջնորդ էր եւ առաջարկը հետեւյալն էր, որին որ համաձայն էր Միացյալ Նահանգները, որ դադարեցվի ռազմական գործողությունները դադարեցվեն, հրադադար կրկին հաստատվի Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև եւ Իրանը մերժել է փաստացի։ Կա նույնիսկ տեղեկություն, որ Իրաքի վարչապետը օրեր առաջ եղել է Սպիտակ տանը, այդ հարցերն են քննարկվել, բայց Իրանը մերժել է։ Իրանը մերժել է, այսինքն Իրանը այս պահին չի ցանկանում հրադադար։ Երեք տեղեկացանք նաև այն մասին, որ կրկին Իրանը հարված է հասցրել Բահրեյնում գտնվող Ամազոնի դատա կենտրոններին եւ իրանցիները հայտարարում են, որ իրենք ամբողջովին ոչնչացրել են Ամազոնի դատա կենտրոնները, սա շատ ցավոտ հարված է Միացյալ Նահանգների համար, եթե դա համապատասխանում է իրականության, այդ ամենը բարձավի իրոք նման բան տեղի ունեցել է, չնայած որ տեսանյութեր են հրապարակում իրանցիները, սա ցավոտ հարված է Միացյալ Նահանգների համար։ Ընդհանուր առմամբ Միացյալ Նահանգները շարունակում են իրենց հարվածները Իրանին, ասեն որ կամած եւ հետեւողականորեն իրենք աղում են, աղալով առաջ են գնում Իրանի ռազմական համակարգը եւ հնարավորությունները եւ բնականաբար ժամանակ անց Իրանը ավելի ու ավելի քիչ հնարավորություն կունենա արդեն հերթիռներ եւ անթրջող սարքեր արձակել, դերևս հաջողությունների հասնում է, բայց ես գրեթե համոզված եմ, որ դա շատ երկար չի կարող տևել, դրա մասին խոսեց նաև Թրամփը, հայտարարեց, որ կամաց մենք այդ ամենին կհասնենք, եւ ինձ համար առնվազն ամեն ինչ շատ պարզ է։ Եթե այս պատերազմը շատ երկար է, ճիշտ է Միացյալ Նահանգները շատ է ծախսելու, շատ մեծ գին կարժենա ֆինանսական տեսանկյունից Միացյալ Նահանգների համար, բայց այնուամենայնիվ Միացյալ Նահանգները հաղթանակած դուրս կգա այս պատերազմում, ճիշտ է հաղթանակ ասելով նայած թե մենք ինչի նկատի ունենք ռազմական հնարավորությունները Իրանի շատ կտրուկ եւ լուրջ ձևով կնվազեն, եթե ամբողջովին չոչնչացվեն։ Այդ տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները նաեւ սխալներ է անում մեհր գործակալության տվյալներով Ամերիկայի Միացյալ Նահանգները Օմանի նեղուցում տանկերի վրա են գրոհել, հարված են հասցրել սխալմամբ գազ տեղափոխող տանկերի կա երկու զոհ նման բաներ են փաստացի տեղի ունենում, այդ սխալմունք է տեղի ունեցել, քանի որ իրենք կարծել են, պատկերացրել են, թե դա իրանական տանկեր է, որը որ հիմա գտնվում է պատժամիջոցների տակ եւ Միացյալ Նահանգները չի հայտարարեց, որ
շրջափակման մեջ է վերցնում Իրանը։ Հիմնականում այսքանը Իրանից շատ արագ բերձանք այսօր Իրանի թեման, բայց այստեղ երկրորդ հարցը կա հուտիներն են։ Հուտիները շատ են ակտիվացել եւ իրենք անընդհատ խնդիրներ են ստեղծում Սաուդյան Արաբիայի համար, հնարած որ Սաուդյան Արաբիան բավականին լուրջ ռազմական հնարավորություններ ունի, բայց տեսնում ենք, որ Եմենի հուտիները խնդիրներ կարողանում են ստեղծել։ Եվ այսօրվա հաղորդագրության համաձայն հուտիները հարվածել են նավթավերամշակման գործարանի, Սաուդյան Արաբիայում գտնվող նավթավերամշակման գործարան։ Ի պատասխան Սաուդյան Արաբիայի ինքնաթիռները 5 ավիահարվածներ են հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին։ 5 այնքան են հարվածում, որ իսրայելացիներն էլ էին հարվածում Հոդեյդային, բայց այնուամենայնիվ դեռևս հուտիները ինչ-որ բաներ կարողանում են, տեսնում ենք, որ անել եւ խնդիրներ ստեղծել թե Իսրայելի համար, թե Սաուդյան Արաբիայի, չնայած որ վերջերս Իսրայելի մասով բավականին զգուշավոր են դարձել այն բանից հետո, երբ որ Իսրայելը մտավ Սոմալիլենդ, հասկանում են, որ իրենց համար դա շատ դաժան ավարտ կունենա, եթե Իսրայելը եւս միանա այդ ռազմական գործողություններին ընդդեմ Եմենի, չնայած որ Սաուդյան Արաբիայի հետ նրանց միացումը այդ ռազմական գործողությունների մի փոքր դժվար է պատկերացնել։ Հաջորդ մեր քննարկման թեման ռուս-ուկրաինական պատերազմն է։ Երբ որ մենք խոսում ենք ուկրաինական հարվածներից Ռուսաստանի ուղղությամբ, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը նույնպես ակտիվացել է եւ ցավոտ մեծ զոհեր պատճառող հարվածներ է հասցնում ուկրաինական քաղաքներին, հատկապես Կիևին, եւ այդպիսին էր նաեւ երեկվա օրը ռուսական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով Կիևում կա 10 զոհ, սա երեկվա տվյալներն են, ինչ այլոց երեկոյան, կարող այսօր արդեն թվերը փոխվել են, 10 զոհ, 100 վիրավոր։ Զելենսկին էլ իր հերթին հայտարարել է, որ մոտակա 48 ժամերի ընթացքում ավելի մեծ հարվածների կարող է ենթարկվել Կիևը եւ ոչ միայն կարծում եմ Կիևը։ Հետաքրքիր էր լսել Ուկրաինայի նախագահի հարցազրույցը, որ իրենց դրոնները հաջորդ տարի կարող է արդեն հատեն 10,000 կիլոմետր հեռավորություն։ Նա խոսում է այն մասին, որ արդեն իսկ դրոնները շատ հեռահար են դարձել Ուկրաինայի, մինչև այս տարվա վերջ էլի մի 2000-ով ավել կհատեն, քան հիմա կարող են մոտ 4-5,000 եւ հետո արդեն հաջորդ տարի իրենք պետք է հասնեն նրան, որ իրենց դրոնները կհատեն 10,000 կիլոմետր օդով։ Այսօրվա ամենաթարմ տվյալներով Բելգորոդի շրջանը հարձակման է ենթարկվել, տվյալներ կան, որ կան վիրավորներ, տուժածներ, բայց դեռևս հստակ ինչ-որ հվեր չկա, թե ինչ է տեղի ունեցել Բելգորոդի շրջանում, դեռևս անհայտ է քանի հոգի կա վնասված եւ քանի հոգի կա հիվանդանոցում։ Ուկրաինական ԱԹՍ-ները այսօր հարված են հասցրել Եկատերինբուրգին։ Թիրախը կրկին եղել է Վալդբերիսը, բայց այս անգամ մի քանի մետր, ընդամենը մի քանի մետր սխալվել են ուկրաինական անօդաչու սարքերը եւ հարվածել են կողքը գտնվող, Վալդբերիսի կողքը գտնվող ավտոների կայանման վայրին։ Մեծ հրդեհ է տեղում, անօդաչու սարքի ընկած տեղում, այսինքն անօդաչու սարքի պատճառով է այդ հրդեհը, բայց որքան հասկանում եմ, Վալդբերիս ընկերությունը չի տուժել։ Այս անգամ իրենց պահեստները չեն տուժել։ Այս նույն ժամանակ հաղորդվում է, որ դեռևս ուկրաինական դրոնների հարձակումը շարունակվում է։ Կարևոր է այստեղ նշել, որ ծովում Ուկրաինան վերջին օրերին հաջողություններ չի գրանցել դրոնով, այն պատճառով, որ Ռուսաստանը սկսեց պահել իր նավերը եւ այլևս Սև ծովում, Ազովում ռուսների շարժ կարելի ասել, որ ընդհանրապես չկա։ Իրենք հասկացան, որ եթե շարունակեն նախկինի պես օգտագործել իրենց նավերը, ապա ընդհանրապես որևիցե նավ
մի քանի օրից իրենք չեն ունենա Սև ծովում եւ Ազովի ծովում։ Դրանից բացի մենք տեղեկանում ենք այն մասին, որ սա Reuters-ն է հաղորդում, ամսի 28-ին, հուլիսի 28-ին նախատեսվում է Վլադիմիր Զելենսկիի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը, այսինքն երեքշաբթի օրը։ Սակայն կարևոր է այստեղ մեկ բան ավելացնել, որ դեռևս հստակ չէ գրաֆիկը, սա հաղորդում է Reuters-ը նույն ժամանակ հղում անելով Սպիտակնան, նույն ժամանակ հստակեցնելով, որ վերջնական գրաֆիկը հայտնի չէ, թե ինչպես երբ ձևով է այցելելու Զելենսկին, ճիշտ է նշվում է, որ ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա հուլիսի 28-ին, երեքշաբթի օրը։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։